չալագյոզությունները չանես։ Սիրելի Հովիկ Աղազարյան, սիրելի Նիկոլ Փաշինյան, դուք արդեն ձեզ սպառել եք։ Ու ինձ ասեցին, քեզ խելոք կպահես։ Դու արդեն 35 տարեկան, 36 տարեկան չես։ Գյումրիում շատ լուրջ տեխնատուներ կան։ Ողջույն Արմուլ լրատվականի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին, Մասք կուսակցության ղեկավար։ Պարոն Աղազարյան, շնորհակալ եմ նախ մեր հրավերը չմերժելու համար։ Պարոն Աղազարյան, մի քանի թեմաների շուրջ այսօր զրուցենք։ Նախ սկսենք Գյումրի փառաքար ընտրություններից, որովհետև թեժ իրավիճակ է գնալով այդ թեման ավելի ակտիվանում, որովհետև իշխանությունը ամեն քայլի դիմելու է, որպեսզի Գյումրիում իշխանություն վերցնի եւ փառաքարում նորից իշխանության հետ գա։ Ինչ կարելի է սպասել, պարոն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանից, որտեղ տեսանք Կիրակի օրը անձամբ Փաշինյանը գնաց Գյումրի, փառաքար, շրջեց, զրուցեց քաղաքացիների հետ եւ մենք տեղեկություն ունենք նույնիսկ ուժայիններին կբերեն մեջտեղ, որպեսզի կարողանան Գյումրին եւ փառաքարը իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ Ձեր դիրքորոշումն ո՞րն է հետևելով կողքից այս իրավիճակին։ Ես կարծում եմ փառաքարի պարագայում երևի իշխանություններին հաջողվի այդ խնդիրը լուծել, բայց Գյումրի պարագայում շատ խնդրահարույց է եւ ես նույնիսկ համոզվածություն եմ, որ չեն կարող այդ խնդիրը լուծել։ Ինչպես փառաքարի դեպքում եւ Գյումրիում ինչն է օրինակ Գյումրիում շատ լուրջ տեխնատուներ կան, տեխնատուները շատ լուրջ են եւ հստակ ունեն իրենց էլեկտորատը եւ հետեւաբար եւ նաեւ ինչ-որ իմաստով, ասենք, ինչ-որ քաղաքական ուժի վարած քաղաքականությունը վերջի ժամանակահատվածում ահագին վարկանիշը իջացա, էլի առաջինն է բնականաբար, բայց ահագին վարկանիշը իջացա, սա որ գումարում ենք իրար եւ հաշվառում տեխնատուների բազմազանությունը եւ կարողունակությունը դժվար չի ենթադրել, որ նաև զրուցում ենք ընկերների հետ, ծանոթների հետ, բարեկամների հետ, տպավորությունն այնպեսին է, որ չեն կարող հաղթել, Գյումրիում չեն կարող հաստատ 50% հաստատ չեն կարող, թե հիմա կհաջողվի կոալիցիա ձևավորել թե չէ, կոալիցիայի հավանական իրենց գործընկերը պետք է լինի Եվրոդաշինքի տեխնատուն, պարոն Լևոն Բարսեղյանը, բայց ես վստահաբար կասեմ, որ իրանք չեն հաղթահարի 6% շեմը։ Ճանաչելով Փաշինյանին, ինչերի է ընդունել, պարոն Աղազարյան, որպեսզի իշխանության գա Գյումրիում, օրինակ գործադրել, չգիտեմ, ինչ, օրինակ։ Չէ, գիտեք ինչ, ասենք Փաշինյանը ճանաչելով բնականաբար յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ քաղաքական ուժի ղեկավար ուզում անի ամեն ինչ, որպեսզի հաջողության հասնի։ Երբ որ ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ էի եւ նմանատիպ իրավիճակներ էր լինում, ես ինչ բանաձև էի ներկայացնում, ես ասում եմ այնտեղ որտեղ որ չի հաղթում քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնատուն, այդտեղ հաղթում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության գաղափարախոսությունը։ Քաղաքացիական կուսակցության գաղափարախոսությունը այդ իմաստով որն է, որ ժողովուրդն է ընտրում եւ վերջ։ Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ընտրում է վարչապետ, ժողովուրդը Հովիկ Աղազարյանին ընտրում է Գյումրու ղեկավար։ Այդ իրաց խնդիրն է արդեն կարողանում են օրենքներով սահմանադրությամբ սահմանված կարգով իրար հետ աշխատեն, թե չէ, ժողովրդի խնդիրը չի։ Ժողովուրդը ընտրում է վարչապետին, ժողովուրդը ընտրում է քաղաքի ղեկավարին։ Հետևաբար եթե այս ամեն ինչով հանդերձ, ասենք այդքան հնարավորություններ, լծակներ եւ այլ իշխանական լծակներով հանդերձ, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնատուն չհաղթի, դա չպետք է դիտարկել որպես ողբերգություն, որպես ապոկալիպտիկ մի հատ իրավիճակ, որպես աշխարհի վերջ։ Դա կարող է նշանակի, որ քաղաքական ուժը, որը շատ գեղեցիկ արժի համակարգ է դրել որոշ դեպքերում շեղվել այդ արժի համակարգից, արդեն արմատավորել է այն նպատակները, այն երազանքները, որ ինքը հետապնդել է, եւ դա պետք է վերագրի որպես իրեն համարի իրեն որպես հաղթանակ, որտեղ ժողովուրդը ազատ կամ արտահայտության ձևով, ասենք ձևավորում է տեղական ինքնակառավարման բաղում իշխանություն։ Եվ հետևաբար, այո, պարոն վարչապետը կանի ամեն ինչ, որպեսզի հաջողության հասնի, բայց այդ գործիքակազմը չի աշխատի։ Այսօր որևէ մեկը փառք
որևէ մեկը Հայաստանում որևէ մեկին չի կարող ասի ընտրի սրան կամ ընտրի նրան։ Յուրաքանչյուրն էլ բավականին պատրաստված է քաղաքացիները, Գյումրիի մեր հայրենակիցները շատ լավ պատրաստված են, շատ լավ գիտեն, թե իրանք ոնց ձևավորեն իրենց իշխանությունը եւ մենք բոլորս եւ առաջի հերթին պարոն վարչապետը պարտավոր է հաշվի նստի Գյումրեցու Կարծիքի։ Պարոն Աղազարյան, ամեն ինչը ինչ նկատի ունեք, օրինակ ընտրակեղծարարություն կանի Փաշինյանը, որպեսզի ասնի, որովհետև մենք էլ հարցումների շնորհիվ տեսնում ենք, որ ընդդիմությունը բարձր վարկանիշ ունի։ Ոչ, չի անի ընտրակեղծարարություն, որովհետև դրա հնարավորությունը ես ինքս տեսականորեն չեմ պատկերացնում։ Ինչ անել, ճնշումներ գործադրել, օրինակ գիտենք, որ ոնց է արվում, որ փորձում է ազդել ընտրական գործընթացների վրա։ Ուժային կառույցները թաղային հեղինակությունների հետ մտնում են կոնտակտի մեջ եւ այդ ձևով իրավիճակ են ստեղծում, փորձում են ձև իրավիճակ ստեղծել, այդ թաղային հեղինակությունները մեկը իրապես հեղինակություն է վայելում իր շրջապատում, մեկը ոչ այնքան եւ իր շրջապատի հետ, ասենք աշխատում են, փորձում են բանել։ Այստեղ Գյումրու, այստեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ողբերգությունն է։ Եթե ինքը Երևանում էլ այդպես եղավ։ Այո, եթե ինքը գնում է այդ ճանապարհով, ապա ինքը ինչ-որ իմաստով այն արժեհամակարգը որ ստեղծել է, որ ժողովուրդը ազատ ընտրի ձևավորի իր իշխանությունը, դա շատ կարևոր է։ Տեսեք, նույն մեր մոտ, եթե հետ գնանք 21 թվականի ընտրությունները, երբ որ պատերազմից հետո ունեինք մենք շատ դառը իրողություններ, այդուհանդերձ ժողովուրդը էլի վստահության քվե տվեց։ Իսկ դա շատ կարևոր է։ Հիմա կարող պատահել է ժամանակը, որ ժողովուրդն ասի, որ սիրելի Հովիկ Աղազարյան, սիրելի Նիկոլ Փաշինյան, դուք արդեն ձեզ սպառել եք, դուք շատ լավն եք, ոչ թե շատ լավն եք, դուք ամենալավն եք, բայց դուք ձեզ սպառել եք, որտեղ եւ մարդկային ռեսուրսը, եւ հոգեբանական, եւ ֆիզիկական սահմաններ ունի, մանավանդ այս դժվար իրավիճակի մեջ։ Հետեւաբար այդ ճանապարհով գնալը դա խափուսիկ հաջողություն կլինի, եթե նույնիսկ արձանագրել, ինչ-որ հաջողություն թաղային հեղինակությունների միջով, որը լի է հետագա լուրջ վտանգներով։ Պարոն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանի շրջապատում թիմում չկա այդ ամենը իրեն ասելու, որ դուք սպառել եք, օրինակ Գյումրեցին ձեզ չի սիրում, չի ընտրելու, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից հիասթափություն կա Փաշինյանից։ Չեն ասում իրեն դեմարդեմ չեն ասում։ Չեն ասում, որովհետև ցավոք սրտի ես արդեն ասացի, որ պարոն վարչապետը գնում է դեպի ավտորիտար իշխանության եւ իր շրջապատի բոլորը ասում են Ժիրաֆ большой, ему видней։ Չեն ուզում հակառակվել։ Երբ որ մեկը չի հակառակվում, մյուսը չի հակառակվում, ոչ թե հակառակվել ինքնանպատակ, այլ կարծիք հայտնել, չէ՞։ Եվ ղեկավարները պետք է այդ կարծիքների հիման վրա նաև իր ձևավորի իր մոտեցումը, իր վերջնական կարծիքը։ Երբ որ կարծիքները չեն արտահայտում, արդեն ղեկավարը դառնում է բան, մեկուսացված եւ ստիպված ինքն է բոլոր որոշումները ընդունում, եւ երբ որ ինքն է բոլոր որոշումները ընդունում, լինելով ամենախելոք մարդը նույնիսկ մեկը բոլորն էլ սխալվելու։ Պարոն Աղազարյան, վախից ելնելով, այսինքն որ ձեր ճակատագրին օրինակ արժանանա։ Իհարկե։ Շատերը դրանից անհանգստանում են, որ ասենք մի մասը անհանգստանում են, մի մասը անկեղծորեն գտնում որ վարչապետը ինչ ասում է, որ դա ճիշտ է, ամենավտանգավորը դրանք են։ Մեծամասնություն են կազմում, պարոն Աղազարյան, որ ինչ ասում է վարչապետը ճիշտ է, օրինակ ԿՊ-ում կա մեծամասնություն ձևավորվում։ Իրանք մեծամասնություն չեն, բայց մյուս մասն պասիվ է։ Մյուս մասն, որ իրանից ներկայացնում է քաղաքական, մասնագիտական, մարդկային արժեք, մի քիչ պասիվ են, որովհետև վարչապետի հեղինակությունը ընդհանուր ժողովրդի մոտ բարձր մակարդակի վրա է եղել։ Մտածում եմ միգուցե մենք ենք սխալ, միգուցե ճիշտ են մյուսները, հետևաբար այդ բանը դա շատ վատ է։ Ես ասենք ոչ թե ինքնանպատակ ձևով։ Ես նույնիսկ երբ որ 58 տարեկանում դարապատգամավոր ես վերջի անգամ, ես ինքս մի տեղ ասել եմ արդեն կարծում, նստեցի հայլու առաջ ու ինձ ասեցի քեզ խելոք կպահես։ Դու արդեն 35 տարեկան, 36 տարեկան չես, դու 58 տարեկան ես։ Շնորհակալ եղի, որ ձեր հնարավորությունն է ստեղծվել քո համար, երիտասարդ թիմում հայտնվել եւ քո փորձով բանով կիսվել։ Այդքանով դու կբավարարես, հանգատել քյալագյոզությունները չանես։ Մեկ,
երկու, դու չիլնում։ Մատ անեկդոտը չի պատմել, էդ իմաստով։ Պատմեմ անեկդոտ։ Պատմեք։ Բանը, դե հայտնի հերոս կա, չէ՞ անեկդոտների, Վարդանիկ։ Բանը, դե չգիտեմ Գյումրես է թե չէ, բանը, պիտի գան քույրիկին ուզեն, պապան ասում է, լսի, քեզ կարգին կպայես, հայհոյում էլի, ստեղին անտեղին հայհոյում է տալիս, քեզ կարգին կպայես, ամոթը, անհարմար է էլի, խնամիները գալիս են, քեզ մի քիչ կարգին կպայես, ասում է, յո, պապի ջան, բայց դե պապան որպեսզի ավելի վիրաբանելով վստահ լինի, այդ 25 ռուբլյանոց է տալիս, ասում է, քեզ որպես կաշառք, յո, պապի ջան։ Դե նստում են բանան անում, ես կում ենք գալիս են հյուրերը մի բաժակ, երկու բաժակ, մեծ ճանչ ֆռում գալիս է Վարդանիկի գլխին, ֆռում գալիս է Վարդանիկի գլխին, ես ջղայլանում եմ, պապ, ես 25 ռուբլից վերցրու, ես ես ճանչից սենց պիտի անեմ։ Հիմա բանը, համբերեցինք, ասեցինք մի անգամ ենք իրականացեցինք, մի անգամ ենք ձևացեցինք, մի անգամ չի լինում, չէ՞։ Եվ պարոն Աղազարյան, այս օրերին նաև քննարկվում է, որ կարծես թե եւ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել իր թիմի հետ, ասել է, որ կարծես թե խաղաղության պայմանագրի հարցը դրվում է մի կողմ, որովհետեւ որևէ ձևով չեն կարողանում լեզու գտնել Ադրբեջանի հետ։ Դուք ինչ կարծիք ունեք, պարոն Աղազարյան, առաջիկայում ի վերջո այդ խաղաղության պայմանագիրը կնքվելու է, թե գնալով ախորժակը բացում է Ադրբեջանը ու կարծես թե սա խաղ է ընդհանրապես, որևէ պայմանագիր չի կնքվի։ Ես չունեմ տեղեկատվություն, թե ինչա քննարկվել, չի քննարկվել, բայց մենք բոլորս էլ բանական մարդիկ ենք եւ ունենք ինֆորմացիայի որոշակի բազա, կարող մեր հետևությունները անենք։ Ես չեմ տեսնում առայժմ որևէ հնարավորություն խաղաղության պայմանագրի կնքման։ Ինչքան էլ ասում ենք մնացել է երկու կետ, բայց այդ երկու կետը ուրիշ է, հետո անկասկած ուրիշ կետ կավելանա, որի մասին ես վախենում էի առաջ խոսայի։ Հիմա էլ վախենում խոսամ, չեմ ուզում խոսամ այդ մասին, այդ կետի մասին, որովհետև չեմ ուզում չնչին իսկ տոկոսով էլ վնասել այդ գործընթացին եւ հանգած այդ կետի իրականացմանը։ Փախստականների վերադարձի հարցը դա շատ լուրջ հարց է։ Դա չպետք է ոչ ուղիղ ձևով, ոչ ատանցիալ ձևով, ոչ կցոր ձևով լինի խաղաղության պայմանագրի հետ կապված, որովհետև երկու ժողովուրդների մեջ արյունահոսել, շատ մեծ արյունահոսել եւ հետեւաբար ժամանակապետ որպեսզի այդ ցավը դարմանվի եւ հետեւաբար եթե այդ նմանատիպ կետ թեկուզ հավելվածի ձևով լինի, ապա դա առաջիկայում էսկալացիայի պատերազմական գործողությունների վտանգ կպարունակի իր մեջ, հետեւաբար պետք է այս կետը չլինի։ Իսկ Փաշինյանը ինչու է այդքան վստահ։ Օրինակ վերջերս խորհրդարանն ասաց, որ այո, ուղարկել են, նորից ենք համաձայնեցնում, կետեր կան, որ ուղարկում ենք, հետ ենք։ Այսինքն խաբեություն է, պարոն Աղազարյան, հանրությանը չի ներկայացնում, ինչ որ տեղի է ունենում։ Այն քաղաքականությունը, որ արվել է այդ ուղղությամբ, ես գտնում որ ճիշտ է, մենք ձգտում ենք խաղաղության, որ աշխարհին մենք ապացուցում ենք, որ մենք ուզում ենք խաղաղություն, բայց բանն այն է, որ Ադրբեջանն էլ է ուզում խաղաղություն եւ Թուրքիան էլ է ուզում խաղաղություն։ Խաղաղության իրենց բանաձևը ուրիշ է, խաղաղության մեր բանաձևը ուրիշ է, խաղաղության մեր բանաձևը այն է, որ մենք պետք է հարևանների հետ սովորենք ապրել եւ այլ հաշվի առնենք իրար շահերը եւ այլ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի խաղաղության բանաձևը ուրիշ է։ Հայաստանը վերացնել, հայ ժողովրդին ստես քշել կամ չգիտեմ ինչ անել եւ խաղաղություն հաստատել է տարածաշրջանում։ Իրաց բանաձևները դա է։ Հիմա այդ երկու բանաձևերի մեջ մենք ոնց պիտի մանևրենք, ոնց պիտի անենք, որ այն բանաձևը, որը մեր ավելի մարդկային ավելի ճիշտ է, եւ բոլոր իմաստով, եւ պատմական իմաստով բան եւ այլ, էդի կիրարկվի։ Հետեւաբար մենք պետք է նաեւ տանենք այդ գիծը խաղաղության գիծը պետք է տանենք եւ մենք պետք է ուժեղանանք եւ տնտեսապես եւ իր պաշտպանությունը ուժեղացնենք, որպեսզի ինչ որ պահի երբ որ Ադրբեջանը հանգած ցանկանա ռազմական ճանապարհի շուրջ խնդիրներ լուծի, իր համար դա նպատակահարմար չլինի։ Ինքը իր մտքերից հետ չի կանգնում։ Բնականաբար, հետեւաբար պիտի ուժեղանանք։ Պարոն Աղազարյան, բայց լույս եմ ասում, բայց այն գիծը որ արվել է, որ աշխարհին մենք հասկացնենք, որ մենք այո, մենք չենք կարա Թուրքիային եւ Ադրբեջանին ռազմական ճանապարհով ինչ-որ բան պարտադրենք, դա ակնհայտ է։ Բոլոր մյուս տեսակետների միջազգային ասպարեզում դրանք կներեք կապիկություններ են ցանկացած մեկ երկրի ղեկավարի կողմից ակնհայտ է, որ մենք խաղաղությունը
այդ ոսոր մարդկությունն անկալում մենք դրա կողմնակիցն ենք։ Դա շատ ճիշտ է։ Բայց դա դարձնել իդեա ֆիքս անիմաստ է։ Եվ ամփոփելով, հա, պարոն Աղազարյան, ինչ հետապնդումներ են հիմա իրականացվում ձեր անձի շուրջ, որովհետև արտահոսք ասեցին, որ իրականացրել եք խմբակցությունից, քրեական գործեր կային հարուցված ու անդադ նշվում էր, որ դատախազը կգա ձեր հետևից, ձեզ կզրկեն անձեռնխելիությունից, կսկսեն քննություն, որ փուլում է այս հարցերը ու հետապնդումը շարունակվում է։ Ես ասենք, երևի դեկտեմբերի կեսերից սկսած ինչ հայտնի ելույթ է պարոն վարչապետի ազգային ժողովում, դրանից հետո որևէ ձևով ես չեմ կանչվել հակագործություն կոմիտե, այդ 3 հատ չէ բանկա, որի հետ ես ինչ-որ ձևով առնչություն ունեմ, մեկը այդ մանր եղջրավորներին է, որտեղ չգիտեմ իմ առնչությունը չգիտեմ իշխանով է։ Չենք կանչել այդ հարցով որևէ ձևով։ Երկրորդը պարոն Քարեմյան հետ կապված այդ հաշմիջադեպներ ազգային ժողովում այդ վարույթը հարուցվել է իմ պաշտպանի միջնորդությամբ եւ այդտեղ էլ մտել է արդեն փակուղի, որովհետեւ չկա այդ բաները չկա, որ ես ինչ-որ մեկը իմանալի ես միջնորդել է եւ այլ չկա, փակուղի է մտել եւ երրորդը պետական գաղտնիքի հետ կապված, հատորոսի հետ կապված, պետական գաղտնիքի այդտեղ չեն կանչել, ես չեմ կարծում որ պիտի կանչեն, որովհետև այդպես բան չկա բնության մեջ, ասենք, չկա բնության մեջ չկա։ Եթե խաշի սեղանի շուրջ ինչ-որ պաշտոնյա, ինչ-որ պետական գաղտնիքի մասին խոսել է, եւ ես էլ այդ մասին խոսել եմ մի 4 ժամ հետո խորովածի սեղանի շուրջ, ուրեմն պետական գաղտնիք չի։ Ես չեմ էլ իմացել, որ ինչի մասին է խոսքը, ինչի մասին չի խոսքը, որովհետև պետական գաղտնիք կրելը եւ այն այսքան մանկեփ հրապարակայնացնել ունի ճշգրիտ ընթացակարգ։ Ես այդ ընթացակարգերի մեջ երբեք չեմ եղել, բայց ես եւ լրագրողներին եմ ասել եւ նույնիսկ ժամանակ որ շփվում ենք որոշ իմաստով ընկերներին եմ ասել եմ, որ եթե դուք ապացուցում եք, որ ես արտահոսք եմ արել, ես դա համարում եմ դավաճանություն թիմի նկատմամբ։ Ապացուցեք, որ ես արտահոսք եմ արել, ես հրաժարվեմ մանդատից, այդ պետք չի դատել, մատել, լեգություն քաշեք, բան ոնամալ չեք կարող դատեք։ Ոչ մի բան չկա։ Եվ կներեք ձգտվությամբ մի 4 տարի առաջ ինձ շատ հարազատ մեկի որդին դառավ համայնքի ղեկավար։ Մի ամիս 2 ամիս հետո, երբ որ ինքը դառավ համայնքի ղեկավար, իմ բարեկամ, ազգական, մոտիկ բարեկամ, տենդեր շահեց այդտեղ։ Եվ որ իմ տղան ասեց, որ մեծ րոպե տենդեր է շահել, ով այդ բնակավարի 1-2 հոգուց է հիմա Հայաստանում, ես զանգեցի համայնքի ղեկավարին, ասեցի, որ այդ տենդերը պետք է չեղյալ հայտարարվի։ Պարոն Աղազարյան, չեն կարա մարդը շահելը, եթե բանա ֆինանսական վնասներ, կորուստներ, բան ասեցի, այդ տենդերը պետք է չեղյալ հայտարարվի։ Ֆինանսական կորուստները բանը ձեր պրոբլեմը չի։ Եվ այդ տենդերը չեղյալ հայտարարվեց, որովհետև սիրուն չէր այն արժի համակարգը, որ վարչապետը դրել էր, որ բոլորս ընդունել էինք, նստացրել էր մեզ բոլորիս, որ ով ուզում է բիզնեսով զբաղվի, խնդրեմ աճ դուր գնացեք, մենք լավագույն պայմաններ կստեղծենք ձեր համար։ Ով ուզում է քաղաքականության մեջ մնա, ուրեմն պետք է ինքը այս ընթացքում հիպոթեկային բնակարանից բացի ուրիշ ոչինչ ձեռք չբերի։ Հիմա գրողը տալ ամեն ինչ թափանցիկ երևում է, ամեն ինչ երևում է, եւ վարչությունում այն մարդիկ, որոնք այդ սկզբունքներից նահանջել են, չգիտեմ ինչքան, ինչ ճակատագիրն են որոշում կոռուպցիայի կոնտեքստում։ Երբ որ ես օրինակ այդ էլեմենտար քայլը կատարել եմ, որպեսզի թիմին չվնասեն։ Հիմա էլ ասել եմ ու ասում եմ, դու բերել լրագրողների մոտ, իմ տղաներիս մոտ, որ կանչել էին, ապացուցել, տեսեք, արտահոսք, էսի ասվել է, հաջորդ օրը Սոնան իմացել է, էսի ասվել է, հաջորդ օրը Լուսինին իմացել է Սուրենավան մականունով։ Դու ապացուցես մանդատից հրաժարվում, որտեղ ես դա համարում եմ դավաճանություն։
Չկա, ոչ իրավական ձևով են անում, ոչ անում։ Գուցե կարճ ինչ որ ձևով ստոպ են տվել, ինչ եք կարծում հիմա, քանի որ նախընտրական թեժ իրավիճակ է, եթե մի քիչ ինչ որ բաներ ասեք ՔԲ-ի հետ կապված նորից վերաբացեն, քանի որ 3 գործ պատրաստված դրված է, թե հիմքեր չկան, կարծում եք, որ պարոն Աղազարյան որևէ բան չեն անելու։ Գիտեք, կարա դատախազգախորհուրդ ազգային ժողով, մենք սպասում ենք իմիջիալից, մենք սպասում ենք, հունվարի 20-ին ենք սպասում, փաստաբանից հետ պատրաստ ենք, սպասում ենք, չենք բացառում, կարող գա, ասենք, եւ այնպես ներկայացնի որևէ այդ գործերից որևէ մեկը, որ ասենք կոպիտ ասած դատախազությունը ներկայացնա, վստահեք, թույլ տվեք, որ պարոն Աղազարյան անձնությունից զրկենք, որ համապատասխան քննչական գործողություններ իրականացնենք եւ ապացուցենք այդ ամեն ինչը։ Հա, էդի կարող է լոկալ ձևով այդ հաջողությունը արձանագրել, այսպես կոչված, բա հետո, ասենք, ձեր շնորհիվ, նաեւ մասնավորապես ձեր ժողովուրդ օրաթերթի շնորհիվ եւ լրատվական դաշտի եւ լայն հասարակության արձագանքը շատ կոնկրետ էր եւ դա ինձ հարգի պաշտպանեց։ Շնորհակալ ենք պարոն Աղազարյան հյուրընկալվելու համար։ Կհանդիպենք հարգելի հետևորդներ։